Շնորհակալություն հարցի համար, նախ ես միանալով գործընկերներիս վերահաստատեմ, որ առաջիկա ընտրությունները քաղաքակրթական ընտրություններ են, երևի իրենց հետևանքով ու կարևորությամբ ոչ պակաս կարևոր, քան 91 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն, այս իմաստով այո ընտրությունը շատ հստակ է, կա Հայաստանի Հանրապետություն և Արևմտյան Ադրբեջան և ըստ հանրաքվեի վրա հենց այդ երկընտրանքն է արտացոլված։ Հիմա ձեր բուն հարցին գամ։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը պատրանքային կամ մանիպուլյացիոն կերպով է խոսում խաղաղության մասին, 3 հատկանիշ կասեմ, որ նրա ասածը իչիք է դարձնում գերիների առկայությունը, օկուպացված տարածքների առկայությունը և վերջապես սահմանադրության փոփոխության պահանջը։ Այս արդեն լրիվ պատրանքային է դարձնում նրա պնդումները, բայց Փաշինյանը շարունակում է այս վտանգավոր թեզը զարգացնել և ավելին իշարք վտանգավոր հայտարարություններ արեց վերջին 10 օրվա ընթացքում, նախ հայ ժողովրդի վրա դրեց հայ-ադրբեջանական հակամարտության հրձիքի պատասխանատվությունը, հայտարարելով, որ մեր հռչակագիրը կոնֆլիկտացին է, սա աննախադեպ հայտարարություններ, որից անշուշտ Ադրբեջանը հետո օգտվելու է իր չդադարող հարաճուն պահանջները առաջ քաշելու համար, երկրորդը էլի մի պաս տվեց անգնահատելի Փաշինյանին, երբ որ հայտարարեց, որ միայն ԿՊՆ խաղաղության կուսակցությունը և միայն ԿՊՆ, որ Ղարաբաղյան շարժման դադարեցման դրոշակակիր է։ Սա թույլ կտա, որպեսզի ցանկացած փոփոխություն ներքաղաքական ստատուս քվոյի մեր թշնամի երկրում համարեն ռևանշիզմի ուղղությամբ արված քայլ։ Տեսել ադրբեջանական միջամտությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին աղագնացնող, մեծացնող ինչ-որ կոչ է։ Հիմա այն քաղաքական միավորումը, որ ես ներկայացնում եմ, խոսքս առաջարկ Հայաստանին, Բարգավաճ Հայաստան միավորման մասին է, այդ հարցերին կոնցեպտուալ պատասխան է տվել, մենք երաշխավորված խաղաղության թեզը, ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը հրապարակել է, հետո մենք այլ սպիկերներով, հոդվածներով խորացրել ենք այդ թեզը, մենք այո, ոչ մի մեյնսթրիմ քաղաքական ուժ չկա, որ հակառակվի խաղաղությանը, բայց խաղաղությունը պիտի ունենա առնվազն միջնորդների և միջազգային երաշխիքների համակարգ։ Եթե նույնիսկ բովանդակությունն էլ մի կողմ թողնենք, հնարավոր չի պատկերացնել, որ ուժային նման դիսբալանսի պայմաններում առանց միջնորդների ու միջազգային երաշխիքների առկայության հնարավոր է ընդամենը Ալիևի մի խոստման կամ երդման հիման վրա կամ Ալիևի բարեհաճությանը տրվելով խոսել խաղաղության մասին։ Էլ չեմ ասում, որ ուժային դիսբալանսը կապիտալիզացնելու նպատակով էր, որ 2000, եթե չեմ սխալվում, 24 թվականի դեկտեմբերից Նիկոլ Փաշինյանը Ալիևի պասով մի հայտարարություն արեցին, հրաժարվեց միջազգային միջնորդներից, հիշում եք, և սա բերեց այդ ուղղակի բանակցությունների թակարդին, չնայած սա ակնհայտ էր, որ լինելու է հենց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հարթակից դուրս եկավ և արևմտյան հարթակներում ինչ-որ փրկություններ սկսեց որոնել այն պարագայում, երբ որ արևմտյան որևէ միջնորդական հարթակ նվազագույնիսկ երաշխիքներ չէր տալիս Հայաստանին, որտեղ այդ շահախմբերի գլխավոր նպատակը ակնհայտորեն Ռուսաստանի ազդեցության թուլացումն էր տարածաշրջանում ցանկացած գնով։ Եվ ահավասիկ միջազգային երաշխիքներ, միջազգային միջնորդներ, սա պիտի լինի կարևոր նախապայման, հակառակ պարագայում որևէ խաղաղության նույնիսկ ստորագրված փաստաթուղթ որևէ արժեք չի ունենա, սրան ի լրացումը պարոն Ծառուկյանը կարծեմ հենց երեկ էր հանդես եկավ մեկ այլ ծրագրային հոդվածով, որը
եթե կարճ ձևակերպեմ, վերաբերում էր արտաքին քաղաքականության հիմքում հավասարակշռության դոկտրինի արմատավորմանը, սրանք շատ փոխկապակցված հարցեր են, որովհետև իմ խորին համոզմամբ Նիկոլ Փաշինյանի խնդիրը նույնիսկ կամ նպատակը նույնիսկ խաղաղությունը չի, այս ամբողջ ացանցիալ են երկրի ստրատեգիական կողմնորոշման կուրսը փոխելու նրա արկածախնդրության կամ քաղաքականության եւ սա խախտել է մեր երկրի արտաքին քաղաքականության հավասարակշռության դոկտրինը։ Եթե մինչև 2018 թվականին մենք դա ունեցել ենք տարբեր ձևակերպումներով, առաջին նախագահի օրոք կոչվում էր արտաքին հավասարակշռված արտաքին քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի օրոք կոմպլիմենտար արտաքին քաղաքականություն, Սերժ Սարգսյանն եւ նրա կողմնակիցները օգտագործում էին եւ տերմինը, այնուամենայնիվ չնչին շեղումներով այդ հավասարակշռության դոկտրինը պահպանվում էր։ Հիմա մենք որպես քաղաքական միավոր, նախընտրական հավասարակշռության դոկտրինի վերականգնումը շատ կարևոր ենք համարում, առանց դրա խաղաղությունը չենք կարող երաշխավորել, սա ինչ է ենթադրում։ Ենթադրում է բոլոր ազիմուտներում շատ ակտիվ եւ նպատակային արտաքին քաղաքականություն, բացառում է, որ Հայաստանը աշխարհակաղակական որևէ կենտրոնի ֆորպոստը պետք է լինի մյուսի դեմ, ճիշտ հակառակը մենք քաղաքականությունը պետք է կառուցենք տարբեր աշխարհակաղակական շահերի համադրություն ապահովելու ճանապարհով, որևէ մեկը չասի տուրբուլենտ աշխարհում դա հնարավոր չի եւ այլն, ես կարող եմ բերել ցավոք սրտի մեր հարևան Ադրբեջանի օրինակը, կարող եմ բերել Ղազախստանի օրինակը եւ բազմաթիվ այլ երկրների, որոնք հավասարակշռության դոկտրինի առաջխաղման հարցում բավականին պատկառելի հաջողություններ են գրանցել։ Եվ այս երկու ծրագրային թեզերը մենք շատ կարևորում ենք, սա կբերի շատ կարևոր բալանսավորված արտաքին քաղաքականություն իրականացնելու հանգրվանի, որը նաև չեզոքացնի այն շատ ռիսկեր, որ այսօր կան մեր ազգային անվտանգությանը։ Բայց այս երկու կոնցեպցիաները չեն աշխատի եւ խաղաղության ճանապարհին մենք որակական հաջողություններ չենք ունենա, եթե պարոն Ծառուկյանի երրորդ ծրագրային դրույթը հանրային համերաշխության դրույթը կյանքի չկոչենք, որտեվ բարիկադավորված հասարակությունը հենց ինքը ազգային անվտանգության սպառնալիք է կամ այդպիսի հասարակություն ստեղծում։ Չի կարող քո հասարակությունը նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, հարուստներ, աղքատներ, հայաստանցիներ, արցախցիներ, եկեղեցու կողմնակիցներ, եկեղեցու ուրեմն դեմ պայքարող, այ նման բաժանումների չի կարող հասարակությունը ենթարկված լինի եւ դու այնպիսի համակարգ ստեղծես, որ իմունիտետ ունենա եւ կարողանա դիմակայել արտաքին ճնշումներին։ Այսինքն սա կոմպլեքս է, իսկ որպեսզի հանրային համերաշխությունը կանա, երկու շատ կարևոր գաղափար կա, որ դրա հիմքում տիրնի, դատարկ վերացական խոսք չի։ Մեկը արդարության զգացումն է, որտեղ այսօր դա տոտալ ոտնահարված է, քաղաքացիների հետ խոսում ես, առաջնային պահանջն է։ Իհարկե ամեն մարդ յուրովի իր բառամթերքով է դա ձևակերպում, բայց միևնույնն է զգում ես, որ մարդիկ ուղղակի կեղեքվում են գործող համակարգի կողմից։ Այդ կլինի թե քաղաքական կոռուպցիայի բարձրացված այդ պարգևավճար եւ այլն եւ այլն եւ այլն, թե ընդհանրապես պետական տեղական մարմինների մաչելությունը մեր քաղաքացիների համար ավելի դժվարացել է, քան ասենք 2-3 տարի առաջ։ Եվ դա մերիտոկրատիան է։ Այսինքն մենք պիտի կարողանանք հանրային համերաշխության խողովակով հանրային քաղաքական պետական կյանքին մասնակից դարձնել արժանավոր մարդկանց։ Այս բանի շատ վատ կառավարումը երկու հետևանք չէ ունի։ Մեկը նա, որ ինքը իդեալական վասալ է, ասենք, ուլտրալիբերալ գլոբալիստական շրջանակների այդ Արևմուտքի եւ Ադրբեջանի համար կամ թուրք-ադրբեջանական տանդեմի, մեկը նա, որ այդ իդեալական վասալը կոմպետենտ չի իր թիմով։ Այսինքն երկու բան, երբ որ համակցվում են, դառնում ազգային ողբերգություն։ Հետևաբար այս 3 կարևոր բաների ես շեշտեցի ժամանակը խնայելու համար,
որովհետև մենք որպես քաղաքական միավոր օրինակ այսպիսի տարբերակ ենք ընտրել այս շաբաթ պարոն Ծառուկյանը ծրագրային հայեցակարգային օդված է ունենում, հետո հանրային բոլոր սեգմենտները կամ քաղաքական սեգմենտները շատ ակտիվ դա քննարկում են, հետո մենք փորձում ենք այս դիսկուսիայից, քննարկումների արդյունքում ավելի հարստացնել մեր այն նախընտրական ծրագիրը, որ դիմադրուսվի հասարակությանը։ Շնորհակալություն պարոն Սուրենյան, երկու կարևոր առանցքային խնդիր բարձրացրեցիք, առաջինը արդարության պակասը, այո, իսկապես մեր հասարակության մեջ լուրջ արդարության պակաս կա եւ նաեւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք իշխանության կողմից ռեպրեսիվ մեքենա է կիրառում, այսինքն արդարության պակասի զուգահեռ կտեսնենք նաեւ այնպիսի միջոցների կիրառում այս իշխանության կողմից, որ ուղղված է իրականում վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Երեք քննչական կոմիտեին հրավիրել հրապարակ լրատվամիջոցի խմբագրին 1.5 տարի առաջ խմբագրականում որ ձևակերպման համար եւ որոշել էին որ չէ հանցագործություն է արել խմբագրականում սահմանադրական կարգի տապալման կոչեր է արել եւ այլն իսկ գիշերը հարցաքննության են տանում 5 երեխայի մորը զոհվածի քրոջը ով սոցիալական ցանցում հրապարակում էր արել եւ ելի որոշել էին որ այդ հրապարակումը այս իշխանությունների սրտով չէ եւ այս իշխանությունների դեմ է այսօր էլի այդ կնոջը հրավիրել էին հարցաքննության այսինքն սա խոսում է մի բանի մասին որ այնուամենայնիվ իշխանությունները անհանգստացած են եւ ավելի այսպես ինտենսիվ ռեպրեսիվ մեքենան կիրառելու են դա կարող է արդյոք ազդել ընտրությունների վրա, կարող է արդյոք այդ վախի մթնոլորտը ազդել մեր քաղաքացիների վրա, առաջին հարցն է եւ երկրորդ հարցը վերաբերում է ռևանշիզմին, դուք այո, շատ կարևոր նկատառում արեցիք, հենց այդ խաղաղության նախաստորագրած պայմանագրում այս պահին չեմ հիշի որ կետում էր ձևակերպումները հենց վերաբերում էին ռևանշիզմին, միգուցե ռևանշիզմ բառը չի օգտագործվում, այո, բայց այնտեղ խոսվում է արդեն ռևանշիզմի մասին եւ արդյոք եկեղեցու դեմ արշավը հենց դրա շրջանակներում չէ, արդյոք Փաշինյանը ընդ որում իր բարկանիշի հաշվին եկեղեցու դեմ պայքար մղելով Ադրբեջանին չէր ուզում համոզել, որ այդպես է պայքարելու հենց ռևանշիստների դեմ։ Շնորհակալություն առաջի հարցը նախ ես ամուր զորակցություն եմ հայտնում Արմինե Օհանյանին, բայց ես էլ Արմինեն էլ շատ վաղուց Նիկոլ Փաշինյանին ճանաչելով մի բան պետք է հստակ իմանանք, որ ինքը ժամանակին իր համար որևէ բարի ծառայություն արած մարդկանցից հատկապես շագերտների մեջ շնորհակալ է լինում ռեպրեսիայի ավելի մեծ ծավալով ես ուզում եմ հիշեցնել, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ երբ նա դիմել էր փախուստի եւ առաջի ժամերին նրան հատկապես իր տանը հյուրընկալելով եւ օգնությունն է ցույց տվել հենց Արմինե Օհանյանը։ Ինչևէ, ես իհարկե ռեպրեսիաները կարող են ազդեցություն ունենալ։ Հենց դրա համար էլ անում է։ Անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներից Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իր միակ դաշնակիցը մեր հանրային եւ քաղաքական կյանքում մնացել է ապատիկ հասարակությունը։ Այսինքն այն իր սատելիտ պսևդոարևմտամետ ուժերը անցողիկության որևէ իրական շանս չունեն, հասարակական այն խմբերը, որոնք իրեն աջակցում են, դրանք հասարակության մարգինալ խմբեր են, որոնք նորմալ պետություններով պետական հոգացության տակ են։ Ինչ-որ բարոյական, հակասոցիալական, առողջական խնդիրներ ունենալու պատճառով։ Բայց այսինքն դրանցով ինքը ընտրություն չի կարող հաղթել, ոչ էլ վերարտադրել։ Հիմա ինքը խնդիր է դրել այս ռեպրեսիաներով ապատիկ հասարակություն ունենալ, որը իր գլխավոր դաշնակիցն ընտրություններին, որտեղ այդ հրեշավոր ռեպրեսիաներով վարչական ռեսուրսի գռեիք շահագործմամբ ինքը ինչ-որ ձայների բան է հաշվարկել, էլեկտորալ կառուցվածքում է սակավ մասնակցության պարագայում կարող է գուցե հաջողել։ Ամենայն դեպս մի քանի երկրներում սրան անշուշտ գումար է այդ տղաբերելու մշակույթը Եվրամիությունից որ գալիս են իբր արտաքին միջամտություն կանխելու համար արտաքին միջամտություն են անում, այս պարադոքսի բացատրությունն էլ որևէ մեկը տալ չի կարող, այդ այսպես կոչված ռումինական կամ մոլդովական մոդելների
կիրարկման փորձն է, այդ ռեպրեսիաները մյուս բաներն են, բնականաբար։ Սրա դեմ մի միջոց կա ընդամենը։ Այսօրվա քննարկումներ ոնց որ թե միտված է այդ միջոցների անոսավորմանը, այս թեզերի միջոցով, որ հնչեցնում ենք, երբ որ մեր քաղաքական միավորը, մեր գործընկերները, բոլորը ընդդիմադիր իրական ընդդիմության քաղաքական միավորները կարողանան այնպիսի քաղաքական պրոդուկտ կամ ասելիք ներկայացնել հասարակությանը, որ կմեծացնենք հասարակության սուբյեկտությունը եւ ընտրությունների մասնակցության մակարդակը գերազանցին 55-56%, այսինքն մոտավորապես 1.300.000 մարդ կգա տեղամասեր, մի քիչ ավել, այո, մի քիչ ավել գերազանցող։ Այդ պարագայում հավատացած եղեք, որ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ մեթոդները չեն աշխատել։ Այսինքն ամենայն հավանականությամբ հայ ժողովուրդը իրենք վերադարձնի կայակալասին օժիտի տեսքով։ Այդ պարագայում, ես խորապես վստահ եմ, որ նույնիսկ շատ լավ է, որ այն մի հատ կեղծ թեզ կա, ընդդիմության միասնական ցուցակ եւ այլն ուտոպիստական կամ բոլորս միավորում ենք այսպես հզոր բան, այդպիսի բան չկա, շատ լավ է, որ հիմա առնվազն 4 կոնսոլիդացնող կենտրոն կա, այստեղ 3-ից ներկայացուցիչները փաստորեն նստած ենք, 4 կոնսոլիդացնող կենտրոն կա, այդ նույնիսկ շատ լավ է, շատ ավելի պրակտիկ եւ լավ վիճակ է ստեղծում հասարակության մոբիլիզացման, որովհետեւ ամենատարբեր հասարակական, բողոքական կամ ընդդիմական խմբերը անպայման ընտրության հնարավորություն կունենան։ Հիմա մեր առաջադրանքը շատ պարզ է, ինքը ապատիկ հասարակությամբ ուզում է ստանա Արմենիան, Ադրբեջան, որտեղ այդ ֆրակցիայի ղեկավարը ինքն է, մենք Հայաստանի Հանրապետությունը մարմնավորող էս 4 առայժմ 4 գուցե էլի լինեն կոնսոլիդացիոն կենտրոններով, պիտի փորձենք Հայաստանի Հանրապետության ընտրությունը վերահաստատել եւ կասեցնել այս խայտարակ կապիտուլյացիայի շարքը, պարոն Անանյանը շատ ճիշտ է ասում, քանի դեռ Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը այսպես կասենք միջազգային գրանցում չի ստացել, դրա դեմը պիտի առնենք, վաղը կարող է դեռ անշրջելի process դառնա։ Եվ եկեղեցու հետ կապված հարցին շատ կարճ, այո, բա եթե իրական Հայաստանի մասին է խոսում, եկեղեցու պատմադավանաբանական, գաղափարադավանական նշանակությունը պիտի շատ փոքրացնի տեղավորի իրական Հայաստանի այդ կեղծ կոնցեպտի մեջ, որևէ Հայաստանի որևէ ողջամիտ իշխանություն պիտի փառք տար, որ եկեղեցու դավանաբանական այդ պոտենցիալից կարող է օգտվել, որտեղ մերձավոր ելքում հայկական ներկայության միակ լուրջ կրվանը հենց հայ առաքելական եկեղեցին է, նաև Երուսաղեմում իր ներկայությամբ։ Բայց այս իշխանությունը ճիշտ հակառակն է անում, փորձում է ստեղծել զուգահեռ ճակերտների մեջ եկեղեցի, որը լրիվ տեղավորվի արևմտյան Հայաստանի կամ ադրբեջանական ենթապետության կոնցեպտի մեջ։ Պարոն Անանյան